Հարգելի հայրենակիցներ, երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թերուս Հակահայը պաշտոնապես հաստատեց, որ Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատել է հենց ինքը այն բանի համար, որ վերջինս հանդգնել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի ծիծեռնակապերտ այցի ժամանակ նրան նվիրել Արցախին վերաբերող, Արցախյան հարցին վերաբերող գիրք։ Սրանով Նիկոլ Անհողը ազդարարում է իր ռեպրեսիաների սկիզբը այն մարդկանց նկատմամբ, ովքեր կհանդգնեն Արցախի մասին բարձրաձայնել։ Անկեղծ ասած, սպասում էի, որ մեր մտավորականությունը պետք է իր ձայնը բարձրացնի, սակայն տեղի ունեցավ այն, ինչ միշտ է տեղի ունենում։ Վերջին տարիներին մտավորականությունը ծպտուն չհանեց։ Արցախյան հարցի հետ առնչություն ունեցող եւ ակտիվ զբաղվող Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, հնագիտության ու ազգագրության եւ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները մինչեւ հիմա լռում են, ծպտուն չեն հանում։ Նույն ազգային ակադեմիայի ուրեմն հետազոտական եւ գիտական, այսպես ասած, հիմնադրամները եւս ծպտուն չեն հանում։ Նրանք միայն կան մեկ բանի համար, որպեսզի այդ ինստիտուտների աշխատողները բարձր աշխատավարձ ստանան, գիտական հոդվածներ գրեն, գրքեր գրեն, որոնք արդեն ոչ մեկին պետք չեն։ Գիտությունների ուրեմն ազգային ակադեմիայի աշխատակիցների գիտական կոմիտեից ահռելի ուրեմն այսպես ասած գումարներ ստանան ու ձայն չհանեն, մտածելով, որ շատ նորմալ է ամեն ինչ։ Ծպտուն չհանեցին նաև հայաստանյան բուհերի ներկայացուցիչները, ռեկտորները հատկապես, ասենք Երևանի պետհամալսարանի պատմաբան ռեկտորը, էլ չասեմ նույն Շիրակի պետհամալսարան, Վանաձորի պետհամալսարան, Գորիսի պետհամալսարան, մյուս ուրեմն բուհերի ռեկտորները ծպտուն չեն անել, շատ լավ է, ամեն ինչ շատ նորմալ է։ Ինչի համար ենք մենք ուրեմն գիտությամբ եւ հասարակական գործունեությամբ զբաղվում հարգելի հայրենակիցներ, որ գրանտներ ստանան, ծպտուն չանեն, հարգելի գործընկերներ, հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի վերը նշված ինստիտուտների, լավ եք, դուք վաղը մյուս օր սպասեք, որ Նիկոլ Անհողը պարտադրելու է ձեզ գրելու Արևմտյան Ադրբեջանի պատմությունը հայերեն եւ պարտադրելու է ձեզ, որպեսզի դուք գիտականորեն ապացուցեք, որ ոչ մի հայ էլ այստեղ չի ապրել, որ մենք բոլորս եկվոր ենք այստեղ, իսկ այն տարածքները, որտեղ մենք ապրում ենք, դա իրականում Արևմտյան Ադրբեջան է։ Դուք սպասեք, դուք այդպես լռեք։ Իսկ այն Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն նախագահ Սաղյանը լավ է, ինքը Արցախից է։ Ինչի ծպտուն չեք անում, պարոն Սաղյան։ Ինչ եք լալկվել ու լռվել։ Ինչ եք պապանձվել։ Նույնը վերաբերվում է Արևելագիտության ինստիտուտի աշխատողներին, հնագիտության ու ազգագրության ինստիտուտի, պատմության ինստիտուտի, հլը ձայն հանեք։ Արցախը ումն է։